Ողջույն սիրուններս, բարի ուշ երեկո բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական ու տոնական վլոգը։ Հույս ունեմ, որ երաժշտությունը չի լսվում կադրում, քանի որ հյուրասենյակում երեխեքը երաժշտություն են միացրել ու պարում ուրախանում են, մեր տանը արդեն տիրում է այսպես տոնական բարձր տրամադրություն, ու վստահ եմ, որ բոլորի տանն է նույն տրամադրությունը, ճիշտ խառնաշփոթ իրավիճակ է, մեկը բուդն է պատրաստում են, մյուսը թխվածքներն է պատրաստում են, մյուսը տամփոշիներն է վերցնում, այսպես խառը իրավիճակ է ու իրականում այդ ամեն ինչը շատ հաճելի է, շատ տրամադրող է ու մի տեսակ այսպես տաքուկ ջերմ մթնոլորտ է ստեղծում ընտանիքում։ Ես արդեն վերջացրել եմ իմ բոլոր գործերը, առավոտվանից արագ գործերս արեցի, վերջացրեցի, նույնիսկ հասցրել եմ ինձ կարգի բերել, որպեսզի ավելի բարձր տրամադրությամբ դիմավորենք նոր տարին։ Ինձ մնացել է միայն սեղանը պատրաստել, որն էլ հենց հիմա պետք է գնամ ու քիչ-քիչ սկսեմ, որովհետև արդեն երեկոյան 8:30 է մոտավորապես։ Չգիտեմ սիրուններս, ասեցի վլոգը սկսեմ, սկիզբը ազդարարեմ ու շարունակենք։ Հիմա գնամ երեխեքին էլ հագցնեմ, որպեսզի համ լուսանկարվենք, համ է մի խոսքով սպասենք 26 թվականին։ Երեխեքը ահավոր շատ ու անհամբերությամբ սպասում են ձմեռ պապիկի նվերներին, տեսնենք մեր տուն այս տարի ժամը քանիսին կգա, մի փոքր ավելի շուտ, թե մի փոքր ավելի ուշ։ Այդպես սիրուններս, հիմա գնամ սեղանն էլ քիչ-քիչ պատրաստենք, ընթացքում իհարկե կմիանամ։ Դիգու, չի դեմ կյանք։ Թուղթ է երևի ինգել է, ուտից ես վերցրել։ Սիրելի թորնիկներ, թորնուհիներ, շնորհվում եմ ձեր տարը, սիրելի Նինականի, որ դու ես կարողանում կարծել քեզ եմ ասում, ես գիտեմ, ինձ ես անգամ էլ խելոք չեք պահել, նաև գիտեմ, որ ամանորը Ինչ է նինուլիկ։ գիշերը սպասում եք նվերների, ես իմ էլֆիների հետ ուղարկեմ ձեր նվերները, բայց պիտի ստանաք, որ 2026 թվին ձեզ ավելի խելոք եք պահելու։ Ես իմ էլֆիներին ասել եմ, որ այս տարվա նվերները տնածառի տակ չդնեն, այլ թաքցնեն տան անկյուններում և Չեմ հասկնա։ Դու ես գրել։ Եվ պահարանների մեջ, որ դու և Անգելինան իրար օգնելով կնեք բոլոր նվերները և հետո բացեք, ձեր շացինով ձորել ուրան է, ընդեղ են դրեք։ Ինչ է, ինչ խոսակ։ Ես ով է գրել։ Ես։ Բայց անուններդ կարտած եք վրեկը։ Բայց ծմեր պավիր գուլը դի պերը դոմ ինչ ես պերը։ Դե բաժնելով կնացել է, մերը շուտ է տեղ հասել։ Սիգի մնի ասանագործին, ճաբաջի հորես, երկորն եստեղ զարավ կենի։ Ծմեր պապը սելով տան մեջը պայել է, ման արեք կդեք։ Լանի անունները կատի։ Լինա, սիգ ես էլ ինչ ուզել այդ։ Անգելինա,
Մոռացել էի։ Բավի քեսա Ինչ է ազես։ Բաները գնում ենք։ Երկրները, քաղաքները։ Հա, ես ոնց է դե։ Ես երջանիկ եմ սիրած։ Հատավար կուրած Սրուցներ Սպես նայելա։ Սիրուններս, մտանք 2026 թվական, շնորհավորում եմ բոլորիս ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում բոլորիս ընտանիքներում լինի երջանկություն, խաղաղություն, առատություն, ուզում եմ, որ աշխարհում վերանան բոլոր պատերազմներն ու կռիվները, վերանան բոլոր տեսակի հիվանդությունները ու մեր փոքրիկները ապրեն խաղաղ երկնքի տակ։ Ուզում եմ, որ 25 թվականը լինի ձեռքբերումների, նպատակների իրագործման ու երջանկության տարի։ Չգիտեմ, ասեք, որ ամանորյա հեքիաթին հավատում ենք բոլորս ու այս գիշերը կախարդական գիշեր է բոլորիս համար, կապ չունի տարիքն ու ցանկությունները։ Ուզում եմ կախարդանք լինի ու բոլորիս չիրականացված երազանքներն իրականացվեն այս գիշեր։ Շնորհավոր ամանոր ու Սուրբ Ծնունդ։ Բարի լույս սիրուններս, ողջունում եմ ձեզ արդեն իսկ 2026 թվականից։ Խնդրում եմ ասեք տեսնեմ ինչպես անցկացրիք ձեր ամանորյա գիշերը, մենք մի փոքր խմեցինք, երեխեքը պարեցին, նվերները բացեցին, ուրախացան ու դուք արդեն տեսել եք իրանց էմոցիաները, իրականում մի փոքր ավելի վատ էր նկարված կադրը, բայց չկարողացա չտեղադրել, որ երեխեքիս էմոցիաները, հա։ Իսկ հիմա արթնացել ենք շատ բարձր տրամադրությամբ, առավոտը սկսում ենք մի բաժակ սուրճով ու հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ ամանորյա հեքիաթը, կախարդանքը ու դուք չեք կարող իմ հետ չհամաձայնվել, որ սա եթե կախարդանք չի, ապա ինչ է։ Խնդրում եմ մի րոպե կներեք։ Ձուն, ժողովուրդ, ձուն է գալիս, առատ օրեն ձուն է գալիս։ Ես սենց բան մեկ էլ չեմ հիշում երբ եմ տեսել, որ ամանորին այսքան առատ ձուն կա։ Խնդրում եմ տեսեք ինչ հեքիաթ է, խնդրում եմ տեսեք ու ասեք, տեսնեմ էլ որտեղ է ձուն գալիս։ Ամանորյա տրամադրությունը ապահոված է։ Ուրա!
Գժվում եմ ես այս եղանակի համար։ Ուրա։ Գնանք սուրճը խմելու ու անցնենք օրվա ռիթմին։ Ինչ ես անում։ Իսկ այս երաժշտությունը ամբողջացնում է ամբողջ կախարդանքը։ Առաջի անգամն էր, եսը խամ։ Նինուլս վայելում է իր նվերը։ Հավանել ես նին։ Մենք էլ խմում ենք մեր երկրորդ բաժակ սուրճը այսօրվա ու որոշեցի միասին խմենք։ Նինուլ առողջել է դունա։ Սա էլ հրաշք տեսարանը, ժողովուրդ, շոտ սիրուն է։ Ինչ, ես իմ բոլոր գործերը վերջացրել եմ, ժողովուրդ, հիմա նստած ենք, սա իմ գեղեցկուհին, որ մազերը չի սանրել, մերոնք հյուր են գնացել, մենք տանն ենք, ես այսօր պլաններ չունեմ, տանից դուրս գալու, անցկացնելու ենք տանը երեխեքի հետ, հիմա սուրճս խմեմ ու այդպես, ասեք տեսնեմ դուք որ փուլում եք, ինչ եք անում, արդյոք արդեն հասցրել եք հյուր գնալ թե ոչ, հիշում եք, որ ասում էի այսօր պլաններում ես չկա հյուր գնալ, տանից դուրս գալ, ուզում եմ մնամ տանը, մոռացեք, այո մոռացեք, որովհետև եղբայրս եկավ տուն, երեխեքը ստիպեցին, հիմա գնում ենք հյուր, գնում ենք քեռուս աղջիկների տուն, իրանց նոր տարին շնորհավորելու։ Սիրուններս, մենք արդեն տանն ենք, ինչպես արդեն տեսակ նախորդ կադրերից շատ լավ ժամանակ անցկացրեցինք, իրար շնորհավորեցինք, նստեցինք, զրուցեցինք, լիքը երեխեքը պարեցին, ուրախացան, եկանք տուն, ես առանձնացա սենյակում, որպեսզի այս վլոգը ամփոփեմ, շատ լավ ամանոր ենք նշել, ընտանեկան ջերմ միջավայրում,
հետաքրքիր կլինի իմանալ, թե դուք ինչպես նշեցիք ձեր ամանորը, արդյոք տանն եք նշել ընտանիքով, թե քաղաքից կամ երկրից դուրս եք ելել, այնպես որ մեկնաբանություններում գրեք, տեսնեմ ինչպես եք անցկացրել ձեր տոները։ Իսկ ես այսքանով ուզում եմ այս վլոգը ամփոփել։ Շնորհակալ եմ, որ այն դիտեցիք մինչև վերջ, սիրում եմ բոլորիդ շատ։ Տեսք մենք կհանդիպենք հաջորդ վլոգում։ Пока-пока։